Ողջույն, սա ինձնից դեպի քեզ ոդքասթի 3-րդ թողարկումն է։ Հենց սկզբից խնդրեմ ձեզ բաժանորդագրվել էջին, հավանել եւ իհարկե կիսվել, որպեսզի տեղեկացնեք ձեր ընկերներին։ Երբ ասում ենք արվեստագետ, շատերը պատկերացնում են ստեղծագործողին, բայց մի շատ կարևոր հանգամանք մոռանում են, որ արվեստագետը քաղաքական կերպար է։ Ոչ թե կուսակցական, այլ քաղաքական իմաստով վտանգավոր ֆիգուր։ Այսօր խոսելու ենք, թե ինչու են բոլոր իշխանությունները սահմանափակել արվեստագետին եւ ինչու է ազատ ստեղծագործողը հանդիսացել ռիսկ։ Արվեստը երբեք չի ստեղծվել նորմալության ներսում։ Ցանկացած իրական ստեղծագործություն խախտում է այն, ինչ հասարակությունը համարում է ընդունված։ Հասարակությունը սիրում է հարմար արվեստը, իշխանությունը սիրում է վնասազերծված արվեստը, իսկ շուկան սիրում է վաճառվող արվեստը։ Ազատ արվեստագետը այս ցանկից ոչ մեկին չի համապատասխանում, եւ հենց այստեղ է նրա վտանգը։ Ազատ արվեստագետը միշտ առաջարկում է ուրիշ կեցվածք, ուրիշ մտածողություն, ուրիշ լուծում։ Իսկ ով փոխում է մտածողություն, փոխում է նաև իշխանության հիմքերը։ Մայակովսկի, իշխանության սիրելի կռունկը, բայց հետո ատելի։ Որոշ ժամանակ նա ստեղծագործում էր շատ օգտակար, եւ երբ սկսեց քննադատել համակարգը, դարձավ վտանգավոր։ Ազատ ստեղծագործողը իշխանությանը պետք է միայն այն պահին, երբ նա խոսում է իշխանության լեզվով։ Մնացած ժամանակ նա ավելորդ է։ Պիկասո ապրեց բռնապետությունների երկու կողմերում, բայց ոչ մեկին չծառայեց։ Նրան չէին սիրում, չէին կարողանում վերահսկել։ Պիկասոյի արվեստը քաղաքական չէր, բայց քաղաքական էր նրա ազատության չափը։ Ու դա էր վտանգը։ Պարույր Սևակ, մարդ, ով փոխեց լեզվի եւ մտածողության կառուցվածքը։ Նա չէր պայքարում իշխանության դեմ բացահայտ, բայց նրա գրականությունը մեզ սովորեցրեց մտածել ինքնուրույն, եւ դա եղել է իշխանության ամենամեծ վախը։ Ժամանակները փոխվել են, բայց մեխանիզմները մնացել են նույնը։ Երբ իշխանությունները եւ քաղաքական ուժերը փորձում են վերահսկել հասարակությանը, առաջինը հարվածում են արվեստին, որովհետեւ եթե ուզում ես լռեցնել մարդկանց, պետք է լռեցնես նրանց, ովքեր մտածողություն են ձևավորում։ Արվեստը ձևավորում է անհատին, անհարմար միտքը, անպաշտպան ճշմարտությունը։ Եվ հենց դա է քաղաքական վտանգը։ Այսօր հաճախ չենք տեսնի, որ արվեստագետին հալածում են բացահայտ։ Նրան լռեցնում են շատ նուրբ, ֆինանսի բացակայությամբ, անհարմարությամբ, պիտակավորմամբ եւ ինստիտուցիոնալ փակ դռներով։ Երբ դուք տեսնեք, որ արվեստագետը մերժվում է, ճնշվում է, սեղմվում է, ուրեմն նա գտել է մի բան, որը որ չեն ուզում լսելի լինի։ Արվեստագետին լռեցնելու ամենահեշտ ճանապարհը հետևյալն է. նրան թողնել մենակ։ Այն պահին, երբ հասարակությունը լռում է, իշխանությունը կտրում է վերջին կապը մշակույթի եւ ժողովրդի միջև։ Ու սկսվում է այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում։ Արվեստը դառնում է վարչական որոշումների կցորդ։ Ինստիտուտները դառնում են գաղափարակից, իսկ իրական ստեղծագործողը դուրս է մղվում պահեստային դաշտ։ Հասարակությունը իր հերթին պետք է հասկանա մեկ բան. արվեստագետը վտանգավոր է ոչ իրենց համար։ Իշխանության համար այո, վտանգավոր է, ժողովրդի համար փրկություն։ Եթե մի օր մշակույթը դադարում է վտանգավոր դառնալ իշխանության համար, նշանակում է մշակույթ չի մնացել։ Հետևաբար միակ ճշմարտությունը սա է։
Եթե արվեստագետը վտանգավոր է իշխանության համար, ուրեմն նա օգնում է ժողովրդին։ Սա ինձնից դեպի քեզ փոդքասթի 3-րդ թողարկումն էր։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Չմոռանաք բաժանորդագրվել, հավանել եւ իհարկե կիսվել ձեր էջում։ Իսկ մենք կհանդիպենք 4-րդ թողարկմանը, որտեղ կխոսենք, թե ինչպես է ծագում արվեստագիտական քարոզչությունը, որն այսօր հանդիսանում է ամենամեծ զենքերից մեկը։ Կհանդիպենք։